2026-ի առաջին 6 ամսում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել, միաժամանակ աճել է հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը 66.3%, նախորդ տարվա 39.4%-ի փոխարեն։ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունից նշում են, այս արդյունքին հասել են կազմակերպված հանցավորության և քրեական ենթամշակույթի դեմ ուղղված համալիր օպերատիվ հետախուզական աշխատանքի շնորհիվ։ Միայն 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզում տարբեր հանցագործությունների կատարման համար վնասազերծվել, ձերբակալվել եւ հասարակությունից մեկուսացվել են ավելի քան 50 քրեացին տարեր եւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ, ինչի արդյունքում Լոռու մարզում զգալիորեն նվազել են դիտավորության բարության ծանր վնաս պատճառելու դեպքերը, ինչպես նաև բնակարանային գողությունները, իսկ սպանության դեպքեր տեղի չեն ունեցել։ Բացահայտված հանցավոր խմբավորումներից ամենախոշորն ունեցել է 20 անդամ, նրանք տարիներ շարունակ Լոռու մարզում եւ Երևանում կատարել են 25-ից ավելի հանցագործություն, հիմնականում բնակարանային գողություններ։ Խմբավորումը նաև Վանաձորում բանկոմատը պայթեցնելու միջոցով շուրջ 50 միլիոն դրամ հափշտակելու ծրագիր է ունեցել։ Հանցավոր կազմակերպությունը ստեղծել եւ ղեկավարել էին Վանաձոր քաղաքի բնակիչներ, երկու եղբայրներ, հստակ բաշխվել են յուրաքանչյուր անդամի դերակատարությունը բնակարանային գողության մեջ եւ նրանք իրենց մոտ ունեցել են ռադիոկապի տարբեր միջոցներ, տեխնիկական միջոցներ, դռներ, պատուհաններ բացելու համար հարմարեցված գործիքներ, բանալիներ եւ հանցագործությունը ավելի դյուրին ու աննկատ դարձնելու այլ գործիքներ եւ առարկաներ։ Վերջիններս արդեն մարտի սկզբներին եւ հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Լոռու մարզի Արչովիտ գյուղից շարժվում էին դեպի Վանաձոր քաղաք, ստացված օպերատիվներն իրացնելիս նրանք վնասազերծվեցին, ձերբակալվեցին, գողոնը ձեռքներին։ Մեկ այլ 16 հոգանոց խումբն իրականացրել էր 20-ից ավելի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություններ, սպանության նախապատրաստության եւ սպանության փորձի 3, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու 6, ավազակության 1, բնակարանային գողության 5, անձի առևանգման, զենք զինամթերքի եւ թմրամիջոցի ապօրինի շրջանառության 2, առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացման 1 եւ խուլիգանության այլ դեպքեր։ Վնասազերծվել է նաև 8 հոգուց բաղկացած հանցավոր խմբավորում, ովքեր պլանավորել եւ նախապատրաստում էին երկու այլ անձանց սպանությունը, ինչպես նաև Վանաձոր քաղաքում պետք է կատարեին ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ, սակայն նրանք չհասցրեցին հանցագործությունն ավարտին հասնել իրենց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ վնասազերծվեցին ոստիկանության ծառայողների կողմից զենքով հանդերձ եւ այնուհետեւ ձերբակալվեցին ու կալանավորվեցին։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն ամենօրյա ռեժիմով շարունակում են տարբեր հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, վստահ, որ տարվա երկրորդ կիսամյակը եւս բարձր ցուցանիշներով են ամփոփելու։ Սերինե Սերոբյան, Գոռ Փելեշյան, լուրերի համար։